Ուրեմն ես հետևում էի ընթացքին, լսում էի, մի ականջով լսում էի, մի ականջով չէի լսում։ Շատ հասկանալի պատճառներ։ Մեր երկիրը ապրում է ոչ խաղաղ իրավիճակում, հոգևոր իմաստով անխաղաղ իրավիճակում։ Եթե այլ բան չասեմ, կասեմ ապրում է հոգեբուժարանին հատուկ պայմաններում իրավիճակում։ Դուք այսօր որոշումներ կայացրեցիք երկու անձի նկատմամբ եւ վստահ եմ երրորդին էլ Արթուրի եւ Իգոր Սարգսյանների ըստ էության սահմանափակելով իրենց ընտրվողների իրավունքը, ոչ թե իրենց իրավունքը որպես падգամավորի թեկնածու։ Ժողովրդի իրավունքը սահմանափակված է։ Արթուրը շատ ճիշտ ասել Սարգսյան։ 100,000 մարդ ինչպես բերեմ հասցնեմ այստեղ, կամ Իգրի պարագային։ Եվ նույնն էլ Վահագնի պարագային է լինելու ավելի երևի այլ կերպով։ 11 ամիսա մենք դրանք տեսնում ենք, ականատես ենք։ Ես անկեղծորեն ասած, միշտ ինձ թվում է, թե ինչ-որ մի բան սպառվել է, հասել ենք վերջի կետին, միտեղ մի բան, մի լույս ծագելու է այս դատարանում։ Բայց անընդհատ գալիս հանգում եմ նույն եզրակացությանը, որ միակ պատճառը այս դատարանում լույս ծագելու եւ ձեզ էլ ազատելու, մեղադրողների մասին էլ չեմ ասում։ Միակ պատճառը մեր երկրի այս հոգեբուժարանին վայել կարգերի, կանոնների փոփոխությունն է, պատվարժան դատարան։ Դուք որքան ուզում եք արգելեք, Վահագնը չխոսի, Արթուրը չխոսի, Իգորը չխոսի, մյուսը չխոսի, ես չխոսեմ, կապ չունի, իրականությունը դա է։ Դուք էլ եք ապրում դրա մեջ ախր։ Դուք էլ եք ապրում։ Ես վստահ եմ, որ ձեր առանձնասենյակում է ցավն էլ եք ապրում դուք։ Ապրում եք։ Եթե չեք ապրում, մեզ համար անհասկանալի կլինի։ Եվ այդուհանդերձ, այն որոշումները, որ կայացվում են այստեղ, ձեր որոշումները չեն, ուզում եք վիրավորվեք, չեք ուզում, մի վիրավորվեք, պատվարժան դատարան, անկեղծ ձեր որոշումները, անձնական ոչ մի բան չկա, ձեր որոշումները չեն, որովհետև մեղադրանք չկա հիմքում։ Տասնապատիկ անգամ ասում ենք, մեղադրանք գոյություն չունի, մեղադրողն ասում է, պայմանները չեն նվազել են, ինչի պայմանները, որ հանցանքի, հայրենասեր լինելու հանցանքի, հայրենիք ունենալու ցանկության հանցանքի, այդ հանցանքի, դա է հանցանքի հիմքը։ Այս մեղմաբանություններին վերջ տրվի մեր կյանքում։ Եվ այո, այսօր մի խելառ ընկել է փողոցները, աճ ու ձախ մարդկանց վիրավորելով ու ամենավերջին աստիճանի ինչ ասես հասցնելով եւ ցավոք սրտի այդ պոչը, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, գլուխը այդ գյուղապետն է, պոչն էլ գալիս են իր մարգարեների միջոցով հայտնվում են տարբեր տեղերում։ Բագրատ Սրբազան, Չախալյանի պարագային չի միայն, խափանման միջոցը փոխելու ճանապարհը մեկն է։ Պատվարժան դատարան, դուք եկել եք վերջի մասին եք խոսում, ես խոսում եմ սկզբի մասին։ Եվ ամեն անգամ ես դրա մասին եմ խոսում, էականության մասին հարցերի։ Այստեղ կիսատ, ձևական որոշումներ մեզ մի խաբեք, խնդրում եմ, մի անգամ ասել եմ, մեր ինտելեկտները մի վիրավորեք։ Այդքան էլ պարապ մարդ չենք եղել կյանքում։ Ուրեմն զգացողությունները, որ ունենք եւ գնահատականն ու վերլուծությունը, դրանք ո՞վ կարող է մեր ձեռքից խլել, ոչ ոք։ Հետևաբար, ես նաեւ կանխագուշակելով, որ խափամմիջոցները չեն փոխվելու բնականաբար, բայց նաեւ կանխագուշակելով, որ դատական նիստերը լինելու են ամսի 7-ից հետո, մինչև ամսի 7-ը ես կարծում եմ, որ չի լինելու դատական նիստ, եթե կլինի լավ, եթե չի լինելու, վստահ եմ, որ չի լինելու, որովհետև պետք չեն այս դատական նիստերը Երևան որևէ ձևով, այդուհանդերձ ես ասում, ժողովուրդ ջան, գնացեք ընտրությունների եւ մերժեք այս չարիքի իշխանությունը։ Այսքանը։
Մեկ վարկյան հետայսու նորից եմ կրկնում Վարորդի մասնակիցներ, եթե խափամիջոցին վերաբերող կոնկրետ որևէ բան չնշվեց, որ միանգամից ընդհատվելու է։ Խափամիջոցը այստեղ չի, պատվարժան դատարան։ Այստեղ չի խափամիջոցի։ Հավատացեք, դուք վկայել եք դրա մասին, Լիդիայի օրինակով, Բաղդի օրինակով, վկայել եք։ Լսում ենք, Հասնել եք դա։ Այնպես որ խափամիջոցը ստեղ ոչ մի արժեք չունի։ Դա խոսակցությունը դատարան ինչ-որ պրոցես է տեղի է ունի։ Մնացածը կարևոր։ Արգենի մեղադրում լսում ենք ձեզ։ Խափամիջոցը ամսի 7-ից հետո